Բարև ձեզ։ Եկեղեցու բարենորոգման օրակարգը, այդ օրակարգին միացած հոգևորականների շուրջ հետագա զարգացումները, դատականատյանների վճիռները, եկեղեցու կոշտ հակադարձումները գալիս են ապացուցելու, որ եկեղեցու շուրջ ծրացումների հարցը տեղափոխվել է բոլորովին նոր հարթություն։ Հիմա արդեն խոսքը ոչ միայն գաղափարական եւ բարոյական, այլև քաղաքական եւ ինստիտուցիոնալ բախման մասին է։ Ունենք մի իրավիճակ, երբ իշխանությունը խոսում է իրավական արձանագրումների պարտադիր կատարման անհրաժեշտության մասին, եկեղեցին հակադարձում է, չի ենթարկվում եւ մեջտեղ է բերում եկեղեցու ինքնավարության թեման։ Եվ երբ ազգային կառույցը չի ենթարկվում պետական ինստիտուտի կայացած վճիռներին, այստեղ հարց է առաջանում, թե որտեղ է սկսվում եւ որտեղ է ավարտվում եկեղեցու ինքնավարությունը եւ որտեղ է, որ դեռ չի կարող հասնել կամ չի հասնում պետության իրավասությունը։ Եվ եթե մենք ունենք նման իրավիճակ, ինչ է սպասվում, արդյոք անհրաժեշտություն է առաջանում գծել, ստեղծել կամ նոր ինչ-որ յուրօրինակ սահմանազատման, սահմանագծման գործընթաց օրենսդրական ճանապարհով։ Գուցե այսօր ազատազրույցում փորձելու ենք հասկանալ, թե արդյոք սա իրավական վեճ է միայն եւ ընդամենը, թե քաղաքական բաց հակադրություն։ Սա ազատազրույցն է Free News-ի եթերում, որտեղ համադրվում են փաստերը, կարծիքները եւ կանխատեսումները։ Զրուցելու եմ Տեր Թադե Քահանա Թախմազյանի հետ, Աստված օրհնեցեք Տեր հայր։ Աստված օրհնի ձեզ։ Ուրեմն բարենորոգման օրակարգ եւ դրա շարունակություն, բայց այսօր ուզում եմ մի փոքր խորքից ավելի սկսենք զրույցը, ինչու եկավ հասավ մի այնպիսի իրավիճակ, որ կարծես թե բարենորոգման օրակարգը դարձավ անհրաժեշտություն։ Ձեր գնահատմամբ, որպես եկեղեցական, որպես հոգևորական եկեղեցին մինչև այժմ ինչպես եւ ինչ չափով է ներկա եղել մարդու քաղաքացու հավատացյալի կյանքից ներս։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար։ Մինչև այս պահը, այս ընթացքը իմ կարծիքով եկեղեցին ներկա եղել հայ ժողովրդի կյանքում հիմնականում ծիսական տեսքով, մկրտություններ, հարսանիք եւ այլ արարողությունների տեսքով է ներկա եղել եւ նաեւ պատարակների, ժամերկությունների, բայց փառք Աստծո այս ամբողջ process-ը, որ ընթանում է, մեր հայ հավատացյալներին հրավիրում է իր ուշադրությունը, որ եկեղեցին մեկ մարդ չէ, ինքը մարմին է, բայց այնտեղ կան բազմաթիվ անհատներ, որոնք ունեն տարբեր եկեղեցական աստիճաններ եւ նաեւ որոնք ունեն բարոյականության հետ տարբեր հարաբերություններ, այսինքն մեկ եկեղեցականը եթե որոշակի բարոյական խնդիրներ ունի, դեռ դա չի նշանակում, որ բոլորն են այդպիսին։ Դրա կողքին նաեւ կան շատ բարոյական եկեղեցականներ, որոնք իրենց ծառայությունը անդուր կերպով անում են, ծառայելով Հիսուս Քրիստոսին Սուրբ Հոգուն եւ նաեւ այդ կերպ ժողովրդին են ծառայում։ Բայց հիմա այս process-ների ընթացքում մարդիկ ավելի շատ ուշադրություն սկսեցին դարձնել եկեղեցու էությանը, ոչ թե արտաքին միայն երևացող երևույթներին, մկրտություն, պսակ, այլ սկսեցին ուշադրություն դարձնել եկեղեցու նաև բարոյական ընթացքի վրա։ Եթե եկեղեցին ինստիտուտ է, կառույց է, որ իր վրա վերցրել է պարտավորություն ժողովրդին առաջնորդելու հոգևոր, մշակութային, բարոյական եւ հայ ժողովուրդը սկսեց նայել ովքեր են այդ մարդիկ, որոնք մեզ ուսուցանում են բարոյականություն։ Արդյոք նրանք այդ բարոյական կյանքով ապրում են, թե միայն խոսում են։ Հիմա կարծում եք զատվում են այդ մարդիկ, հոգևորականները, եկեղեցականները, ինչպես դուք ձևակերպեցիք, բարոյականության հետ ունեցած իրենց հարաբերություններով։ Այո, որոշակի արդեն տարանջատում նկատվում է։ Հիմա ձեր գնահատմամբ ինչ փուլում է եւ որ դաշտում է։ Չգիտեմ, եկեղեցի պետություն ասեմ, եկեղեցի իշխանություն, իշխանության եւ եկեղեցու ներկայացուցիչների մի խոսքով այս հակադրությունը որ դաշտում է ձեր գնահատմամբ գաղափարական, իրավական, բարոյական, քաղաքական։ Նախ ես կուզեմ ասել, որ սա եկեղեցի պետություն առճակատում չէ։ Սա շատ հստակ է, որ եկեղեցու հետ մենք որևէ եկեղեցական խնդիր չունի եւ վստահ եմ, որ պետությունն էլ եկեղեցու հետ խնդիր չունի։ Պարզապես այս պահին եկեղեցու ներսում տեղի ունենում process-ներ, մեր եպիսկոպոսների, քահանաների, սարգ եւ այլ մի հատվածի կողմից, որի համար նաեւ աջակցություն կա պետությունից։
Միայն աջակցություն կա, որովհետև առանց պետության աջակցության շատ դժվար կլինի պայքարել կարծրացրած մտածողության դեմ։ Եվ ինչպես նշեցիք, այո, այստեղ մի քանի process է տեղի ունենում, եւ իրավական, եւ բարոյական, եւ այլ, եւ բայց ամեն մեկն ունի իր ուղղությունը եւ հստակ կերպով գնում է առաջ այս process-ը, որը ունենալու է իր տրամաբանական լուծումը բնականաբար։ Այդ գործընթացը նկատի ունեք բարենորոգման գործընթացը, կարծում եք ստեղծված իրավիճակում անհրաժեշտություն է, թե պարզապես իշխանության ներկայացուցիչների կողմից ճնշում եկեղեցու վրա։ Նայեցեք, եկեղեցու վրա որևէ մեկը ճնշում չի գործադրում, որովհետև եկեղեցի, երբ որ մենք ասում ենք, շատ լայն հասկացողություն է եկեղեցու։ Եվ մենք եկեղեցականներս մի մասը ունենալով զգացում եկեղեցու հանդեպ, պատասխանատվության զգացում, ի վերջո մենք ինչ ենք ժառանգել, սա մենք յուրաքանչյուր եկեղեցական պետք է իրեն հաշիվ տա, ինքը ինչ է ժառանգել եւ ինչ է փոխանցելու։ Եվ մենք ժառանգել ենք մի բան, որը որ չենք համարում այնքան հայ եկեղեցում վայել եւ ուզում ենք փոխենք եւ հաջորդ սերունդներին հանձնենք շատ ավելի բարեկեցիկ, բարեկարգ, թափանցիկ, ազնիվ եկեղեցի, ոչ միահեծան, ոչ եկեղեցու անվան տակ ինչ ասես անող համակարգ։ Մենք դրա դեմ ենք պայքարում։ Մենք պայքարում ենք, որ եկեղեցին լինի պետականամետ, ոչ թե իշխանամետ, սրանք շատ տարբեր են։ Պետականամետ, որովհետև եկեղեցին ի սկզբանե, երբ որ պետության բացակայություն եղել, եկեղեցին լծվել է պետության դեր տանելու, փոխարինող դեր ունենալու, ժամանակավոր փոխարինող դեր ունենալու։ Եվ այսօր փառք Աստծո, մենք ունենք պետություն, ունենք պետականություն, եւ եկեղեցին պետք է զբաղվի իր եկեղեցական գործունեության եւ մեր երազանքն է եկեղեցին տեսնել վեր քաղաքական կառույց, որտեղ որ յուրաքանչյուր հայ կլինի այս կամ այն թևից, այս կամ այն ընկալումի մտածողության տեր, իրենք բոլորը գան եկեղեցի եւ ծնկի գան Քրիստոսի առջեւ եւ եկեղեցուն լինեն հաշտ, համերաշխ իրար հետ, ինչպես յուրաքանչյուր հայ եղբայր լինեն։ Իսկ եկեղեցուց դուրս թող գնան իրենց գործունեությունը ծավալեն, իրենց պայքարները, իրենց գաղափարային, արժեքային, հենքային պայքարները մղեն։ Պետականամետ լինելու հարցում կասկածներ եկեղեցու ներսում էլ կան, ինչպես քաղաքական որոշ շրջանակներում։ Այո, անշուշտ կան։ Այո, կան։ Եվ եթե չլիներ, մեր եպիսկոպոսները դուրս չէին գա։ Լավ, գիտեք, անընդհատ շահարկել ճնշումներ կան, եւ ոչ մի փաստ չկա այդ ճնշումների հետ կապված, եւ ի վերջո մենք պետք է հստակ կերպով հասկանանք, որ եպիսկոպոսները, ովքեր որ միացել են, նայեցեք այդ ցանկը, ճանապարհ անցած եպիսկոպոսներ են, եւ միշտ չի որ այդ եպիսկոպոսները հաշտ են եղել այս տիրող իրավիճակի հետ։ Մենք գոնե ներսում, եկեղեցու ներսում, մենք գիտեինք, որ ոչ, այդպես չէ։ Բոլոր եպիսկոպոսներին, որ նայեք, ամեն մեկը իրենք ճանապարհ անցած եպիսկոպոսներ են։ Հստակ, այսինքն, գիտեք, երբ որ դուք հաղորդավար եք եւ դուք գիտեք ձեր գիտելիքները, ձեր փորձը, դուք գիտեք ձեզանից ինչ եք ներկայացնում, ինչ կշիռ եք ներկայացնում, եւ ձեզ սկսում են չգնահատել, բերել մեկին, որը որ ոչ մի իրենից արժեք չի ներկայացնում եւ իրեն անընդհատ ներկայացնել որպես լավագույն հաղորդավար, դուք այդտեղ բան չեք անելու, գիտեք, չեք գնալու կներեք այսպես շողոքորթել, որպեսի չէ ինձ էլ, դուք մնում եք ձեր դիրքին։ Եվ այդ բոլոր եպիսկոպոսները, որ այսօր կան, իրենց հետ երբ որ խոսեք, տեսնեք հարցազրույցների ժամանակ, տեսնեք, որ ճանապարհ անցած են եւ ամեն մեկն ունի իր երազանքը։ Եվ այո, անշուշտ նրանց մասին որոշակի ինֆորմացիաներ պտտվում են, որ արդյոք այս եպիսկոպոսներ են բարեկարգողները կամ բարենորոգողները, ես կարծում եմ, այո, այդ եպիսկոպոսներն են, որովհետև այդ եպիսկոպոսների անունները հենց սևացրել են Մայրաթորից, սարքելով Նավասարդ սրբազանի հետ կապված թեմաները, Գևորգ Սրբազանի հետ կապված, Գևորգ Սրբազանը մեկ անգամ ասել է եթերներից չեմ հիշում որում, բայց ասեց չէ, որ երբ որ ինքը սկսեց հայ եկեղեցու համար պայքար անել իր անվան դեմ։ Այսինքն իրենք Մայրաթորի կողմից ինչպես որ
աղբյուրներն ասում են, որ կաթողիկոսի գահը զբաղեցրած անձը Արշակ եպիսկոպոսի դեմ նյութերը տարածեց եւ հետո սկսեց պաշտպանել, որպեսզի իր կողմը գրավի։ Եվ այդպես էլ Նավասարդ Սրբազանի հետ կապված իրենք էին այդ բոլոր իրենց միջոցներով էր ամենայն հավանականությամբ տարածվում։ Այդ բոլոր, այսինքն ինչ են անում, սևացնում են բոլորին, կառավարեն բոլորին, վերջ։ Հստակ մեխանիզմ է գործը իրենց մոտ։ Հանուն ինչի։ Կառավարելու, կառավարելի լինելու, հասկանում եք, որպեսզի այսօրվա իրավիճակում միահեծան լինի, ինչ ուզենան անեն։ Բայց փառք Աստծո, Սուրբ Հոգին դեռ գործում է մեր մեջ, մեր եկեղեցականների մեջ, եւ մեր եկեղեցականները, ճամփա անցած եկեղեցականների եպիսկոպոսները նրանք ասացին, որ ոչ։ Մեր եկեղեցին կարիք ունի այս փոփոխությունների։ Չի կարելի ամեն ինչ միահեծան անել, չի կարելի ամեն ինչ ինքնուրույն որոշել, եւ վերջո այս եկեղեցին կներեք իմն էլ է, ձերն էլ է, հայ ժողովրդինն է, սա գիտեք, մի գործարան չի, որտեղ որ սեփական գործարան է, ես գնում եմ այնտեղ, հարմար են պայմանները, աշխատում եմ, հարմար չեն թողնում, գնում եմ, ոչ, սա բոլորինս է։ Ես ճիշտ եմ հասկանում, որ այս խնդիրները երկար ժամանակ, ինչ-որ մի տևական ժամանակ եղել են եկեղեցու ներսում, խուլ դժգոհություն եւ հարցը բարձրացվել է եւ դուրս է եկել եկեղեցու պատերից այն կողմ, ինչ որ մի պահի, երբ որ հասունացել էր, ո՞րն էր այդ պահը։ Նայեցեք, դժգոհությունները միշտ են եղել։ Այս կաթողիկոսի ընտրության ժամանակ էլ, եթե ես չեմ սխալվում, Աբրահամ Սրբազանը նույնիսկ ձեռնադրության ժամանակ թողե դուրս է եկել, այդտեղից սկսած խնդիրները եղել են։ Անհամաձայնությունները եղել են։ Պատրիարքներն են տվել իրենց անհամաձայնությունները, եպիսկոպոսներն են ունեցել իրենց անհամաձայնությունները, այսինքն յուրաքանչյուր եպիսկոպոս, որ անցել է ճանապարհ եկեղեցու մեջ, ունեցել է կշիռ, կարողացել է խոսք ասել, այդ եկեղեցականի հանդեպ սկսել է ճնշումներ, որպեսզի նա լինի կառավարելի։ Եվ որ փորձել են եպիսկոպոսի լծակները կամաց ձեռքից վերցնել, կենտրոնացնել մեկտեղ։ Եվ այս process-ի վերջո խմորվել է, անընդհատ խմորվել է եւ այսօր հասել ենք այս կետին։ Այս կետին հասանք, կարծում եք այն պահին, երբ որ եկեղեցւոկանը սկսեց զբաղվել ակտիվ քաղաքականությամբ, ու հասկանում ենք սա լրումն էր, շարժում, բան եւ այլն եւ այլն։ Սա լրումն էր։ Եկեղեցին նայեցեք, երբ որ եկեղեցականը խնդիր ունի մեկ եկեղեցականի հետ, վերադասը եւ իրենից ավելի ցածր եկեղեցական կարգ ունեցողը, գիտեք, սա ինչ որտեղ հասկանալի է, սա ինչ որտեղ փորձում ենք ձայն չհանել, որովհետեւ դե հասկանում ենք, բոլորս էլ մարդ ենք, եկեղեցականը մեզանից բարձր եկեղեցականը ունի իր մոտեցումները, իր տեսանկյունը, իր տեսլականը, սա հասկանալի է եւ ձեն չենք անում։ Բայց երբ որ եկեղեցին ներքաշվեց քաղաքական process-ների մեջ, իր վրա վերցնելով տարբեր ֆունկցիաներ, որ իրենը չէ, սա արդեն քաղաքական շարժում առաջնորդելուց մինչև վարչապետի հրաժարականի սա իրենը չէր։ Սա արդեն կարմիր գծի հատում էր։ Սա արդեն կարմիր գծի հատում էր։ Սա արդեն շատ հստակ կերպով այլևս սпасել իմաստ չուներ, որովհետև մենք ի վերջո նաև հավատում ենք Հիսուս Քրիստոսին, հավատում ենք Սուրբ Հոգուն եւ մենք առաջնորդվում ենք նաև Սուրբ Հոգու թելադրանքով, Սուրբ Հոգու առաջնորդությամբ եւ եկեղեցականի խնդիրն է հավատքի մասին խոսելը, մարդկանց քարոզելը, Քրիստոսի փրկչական խորհրդի մասին խոսելը եւ ոչ թե խոսելը երկրում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններից, տալ քաղաքական գնահատականներ եւ այլն, ի վերջո բացեք Մայր Աթոռի ապատեղեկատվական համակարգի էջը եւ խնդրում եմ նայեցեք, մենք այսօր խոսում ենք, որ ամուսնալուծությունները շատացել են, մենք այսօր խոսում ենք, որ դեպրեսիաները շատացել են, մենք այսօր բազմաթիվ բացասական երևույթների մասին ենք խոսում, որոնք նաեւ մեղքեր են։ Խնդրում եմ նայեցեք ապատեղեկատվական համակարգը, որ նյութ դրած լինի, որ օրինակ ամուսնությունը ինչ է, ինչու պետք է եկեղեցական ճանապարհով ամուսնանալ, ինչ է եկեղեցական հավատարմությունը, ինչ է ամուսնական հավատարմությունը, ինչու պետք է հարգել ծնողներին, ինչու ծնողները պետք է հարգեն իրենց զավակներին, ինչպիսի քրիստոնեություն, ինչպիսի հարաբերություններ է, ինչու պետք է տեր եւ հնազանդ։ Այո, այդ մասին խոսել։ Քրիստոնեությունը
ինչ է ասում ընտանիքից ներս, ինչպես հարաբերվել ընտանիքում զավակների հետ, թոռնիկների հետ, ինչպես ծնողներն իրար հետ հարաբերվեն, որպեսզի լինի ընտանիքից ներս համերաշխ։ Իրենք հայտարարել էին, չէ, մի քանի տարի առաջ ընտանիքի տարի եւ այլն, բայց մենք ինչ տեսանք դրա արդյունքում։ Ոչինչ, պարզապես մի տող գրեցին, որ սա ենք հայտարարում եւ վերջ։ Եվ ոչ մի նմանատիպ քարոզչություն չգնաց, բայց հանկարծ մի փոքր քաղաքական process եւ անմիջապես հայտարարությունները շատ հստակ կերպով դրվեց, ոնց որ մենք մի կուսակցություն լինեինք, ինչ որ մի կուսակցություն լինեինք, որը որ մեզ համար անշուշտ նախընտրելի չէր։ Իսկ հիմա ինչպես է վերաբերում են իրողությանը, որ այս հարցը, ինչպես ես մեր զրույցի սկզբում նշեցի, կարծես գնացել մտել է արդեն տեղավորվել է իրավական դաշտում։ Դատական ատյանների վճիռներ, ազատազրկված եպիսկոպոսներ, նոր քրեական վարույթներ եւ այլն։ Այս ամեն ինչը ինչի մասին է խոսում։ Այսինքն ուզում եմ հարցնել, կարծում եք եկեղեցին կարող է շրջանցել դատական ատյանների վճիռը, թե ինչպես իշխանություններն են ասում, իրավական արձանագրումների պարտադիր կատարումը անհրաժեշտություն է։ Փոքր դադարից հետո շարունակենք, կվերադառնանք վարքյաններ անց։ Հիշեցնեմ, սա ազատ զրույցն է Free News-ի եթերում, ես զրուցում եմ Տեր Թադեկ Հրանատ Ախմազյանի հետ, Տեր Հայր։ Վերջին հարցը այն էր, թե ինչպես եք վերաբերում այս վերջին զարգացումներին, որոնք հուշում են, որ հարցը կարծես թե արդեն տեղափոխվել է նաև իրավական դաշտ, դատական վճիռներ, եկեղեցու հակադարձում, թե դուք խախտում եք մեր ներքին կյանքին եք միջամտում եւ այլն եւ այլն։ Նայեցեք, պետությունը բարձրագույն արժեք է։ Եվ եկեղեցին չի կարող պետությունից վեր լինել։ Հետևաբար չի կարող օրենքից դուրս լինել։ Որովհետև օրենքից դուրս լինել նշանակում է լինել անպատժելի։ Եվ եթե նշանակում է լինել անպատժելի, ուրեմն կգտնվեն անպայման եկեղեցականներ, որոնք կօգտվեն ստեղծված իրավիճակից եւ կսկսեն անել բաներ, որոնք որ քրեորեն պատժելի կլինեն։ Բայց քանի որ նրանք կունենան այդ զգացումը անձեռնամխելի լինելու, նրանք կգործեն։ Եվ դատական համակարգը, որքան անկախ է, համարում է երկիրը այդքան ազատ է, այդքան անկաշկանդ է։ Եվ ինչու օրինակ պետք է որևէ երկրում, արտերկրում, օրինակ Ամերիկայի Միացյալ Նահանգներում եկեղեցին ենթարկվի պետական օրենքին, տա հաշվետվություններ, թե ինչ է արել, ինչպես է արել, կամ ինչի կարող է անել եւ ինչը չի կարող անել։ Ինչու մեր երկրում չեն կարող։ Մենք էլ ունենք պետություն, մենք էլ ունենք օրենքներ, մենք էլ ունենք պետականություն։ Ինչի այնտեղ ասում ենք այո, այստեղ ասում ենք ոչ։ Որն է իմաստը։ Անպայման մեր ինչ է, մեր որոշ եկեղեցականների մոտ հավանաբար կա զգացողություն պետություն չունենալու։ Եվ դա սարսափելի է, որովհետև պետությունը բարձրագույն արժեք է եւ դրանից բարձր մենք ոչինչ չունենք։ Մեր սահմանադրությունը, մեր օրենսդրությունը ամենաբարձր արժեքն է եւ ժողովուրդը պայքարում է իշխանություններ փոխելով, տարբեր թեզեր առաջարկելով մեկ նպատակով, որպեսզի ամենաբարձր կետում լինի սահմանադրությունը, օրենքը։ Եվ հիմա մեր ժողովուրդը հասել է այնպիսի մի կետի, որ մեր երկրում գործում է օրենք։ Էական չի եկեղեցական է բարձրաստիճան, էական չի պաշտոնյա է, ընդդիմադիր է, դիմադիր է, եթե օրենքի ոտնահարում կա, օրենքը հրավիրում է օրենքի դաշտ։ Հիմա ինչ կատարում եք Գևորգ Սրբազանի հետ նրա առանցքի շուրջ, այս վերջին զարգացումները ձեր ասացի տրամաբանության մեջ է տեղավորվում։ Ինչ է տեղի ունեցել։ Ինչու հայտնվեց այդ հարցը կարծես այս վերջին զարգացումների առանցքում։ Քանի որ եկեղեցում երկար ժամանակ առաջնորդվել են միահեծան սկզբունքով, քմահաճության սկզբունքով, ինչպես կամեցել են, այնպես իրականություն են դարձրել իրենց կամեցածը եւ ոչ մեկ դուրս չի եկել դրա դեմ, այդ իներցիայով իրենք շարունակում են։ Եվ պարզապես Սրբազանը ասեց, որ դա անարդար է։ Նայեցեք, Սրբազանը չի ասում Գևորգ Սրբազանը, որ չեմ հնազանդվի։ Ասում է նույնիսկ եկեղեցական օրենքով արեք այս ամենը։ Եթե ամեն ինչ գնա պատշաճ կերպով, բոլորս էլ բնական է կհնազանդվենք այդ օրենքին, բայց
փորձել են սրբազանին ինչ անել։ Փորձել են դուրս դնել մեկ անգամից, մեկ խոսքով, մեկ ժողովով կամ մեկ հանդիպումով, որը կարծեմ նույնիսկ եկեղեցական կանոններով այդպես չի կարելի, չէ՞, ինչ այո, պետք է սրբազանի գործընթաց պետք է բավականին ի վերջո եկեղեցականին հեռացնել եկեղեցուց դա հեշտ բան չէ։ Պարզապես իրենք են փորձում դա հեշտ ներկայացնել բառակույտերի արանքում, բայց ոչ ով ասեց, որ կարող են եկեղեցականին հեշտությամբ, այն էլ եպիսկոպոսի հեշտությամբ դուրս դնել եկեղեցուց։ Իսկ կաթողիկոսը եպիսկոպոսների մեջ, հավասար եպիսկոպոսների մեջ առաջինն է։ Նա միահեծան չէ։ Արդյոք գնացեք հարցրեք մյուս եպիսկոպոսներին, նրանք տեղյակ են Մայրաթորի ֆինանսական հաշիվներից, որ բանկում, որքան գումար ունի Մայրաթորը, եթե դա անձի սեփականությունը չէ։ Հարցրեք, խնդրում եմ, տեսեք, քանի հոգի է տեղյակ։ Մեր 10 եպիսկոպոսների մեջ կան եպիսկոպոսներ, ովքեր եղել են, չէ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ։ Նրանք տեղյակ են Մայրաթորը որքան գումար ունի, ինչպիսի արժույթներով է, ինչի վրա է ծախսում, որևէ հաշվետվություն չկա։ Նույն եւ տեղի ունենում թեմերում, նույն եւ տեղի ունենում թեմերում։ Անհայտ է մեզ, ինձ անհայտ է, թե մեր թեմը որքան գումար եղավ տարվա կտրվածքով եւ ինչի վրա ծախսեցին։ Եվ արդյունավետ էր թե ոչ։ Ոչինչ չգիտենք։ Ֆինանսական, սա շատ հստակ, մեզ կարող ենք չէ թույլ տալ մտածել, որ իսկ մի գուցե կարող է ինչ որ մի փողերի լվացում է տեղի ունենում։ Կարող ենք չէ մտածել։ Մենք էլ մարդ ենք, չէ։ Եկեղեցական լինելը չի նշանակում ստրուկ լինել։ Որ ամեն ինչ իրենք ասում են եկեղեք հնազանդ եղեք, չի նշանակում ստրգության ուխտ են կարել։ Մենք Աստծուն ծառայելու ուխտ ենք արել, ոչ թե անձին ծառայելու ուխտ ենք արել։ Եվ եթե մենք տեսնում ենք, որ մեր եկեղեցին սխալ ընթացքի մեջ է, դա նաև մեր պարտավորությունն է ի վերջո։ Մենք չենք կարող աչք փակել Սամվել Խաչատրյանի, նույն ինքը Արշակ arczepiskopos-ի հետ կապ։ Չեն կարող աչք փակել, հստակ ապացույց կա, որ նա է։ Եվ ինչ է, եւ պահել այս չեն կարող։ Սա մեղքն է։ Եվ Սուրբ Գիրքն է ասում, եւ մեր եկեղեցական կանոններն են ասում։ Մայրաթորի որոշումը եպիսկոպոսատ ժողովը անցկացնել ոչ թե Մայրաթոր Սուրբ Էջմիածնում, այլ արտերկրում, Ավստրիայում, ասում են, սա ինչի մասին է խոսում։ Արդյոք իրականությանը մոտ են այն բացատրությունները, թե որպեսզի խուսափեին պետության ճնշումներից եւ այլն եւ այլն։ Մայրաթորում անցկացնել ինչ որ վտանգ էր ներկայացնում իրենից։ Ես վստահ եմ, որ ոչ, որևէ խնդիր չկար եւ իրենք պարտավոր են Մայրաթորում անցկացնել եւ առնվազն տարօրինակ է, որ Մայրաթորը է ստեղել, իսկ ժողովը տանում են մեկ ուրիշ երկիր։ Ի վերջո մենք ասում ենք համայն հայության սիրտը Մայրաթորն է, եւ այստեղ պետք է գումարվի, այստեղ պետք է Հայաստանի Հանրապետության տարածքում պետք է լուծվի այդ խնդիրները։ Իմաստը ո՞րն է, եթե ոչ հակապետական։ Իմաստը ո՞րն է, եթե ոչ շոու, տանել դուրս, նկարել, տանել արտ երկրներին ցույց տալ, որ իբր ճնշում կա եկեղեցու վրա, կարծում եմ այդպիսին հետնպատակ է հետապնդում նաև, որ ցույց տան եկեղեցու վրա պետական ճնշում կա, բայց ես եւս մեկ անգամ ուզում եմ մեր հերոստատիտողին հստակ կերպով ասել, որ եկեղեցու վրա որևէ ճնշում չկա պետական, որևէ, պարզապես եկեղեցու ներսում տեղի ունենում process, եկեղեցին մաքրելու process, որ ունենք նաև այո պետության աջակցությունը։ Առանց պետական աջակցության ես կարծում եմ չենք հաջողելու։ Իսկ եկեղեցու դեմ պայքարը դա պարզապես նրանք են հնարել, որպեսզի նորից այդ բառակույտերի մեջ ժողովրդի էմոցիաների հետ խաղան, ժողովրդին գցեն տարակուսության մեջ, թե արդյոք եկեղեցու դեմ են պայքարում, որովհետև մենք հստակ կերպով ասում ենք, որ մեր պայքարը եկեղեցու դեմ չէ, որովհետև եկեղեցու դեմ պայքարել նշանակում է չընդունել որևէ եկեղեցու փաստաթուղթ դավանական։ Մենք ընդունում ենք, ասեք փաստաթուղթ եկեղեցու դավանական, եւ մենք ստորագրենք,
որ համաձայն ենք այս դավանանքի հետ։ Մենք չենք ասում, որ այլևս մեր եկեղեցիները պետք է չկառուցվեն խաչաձև հիմքով, այլ չգիտեմ, ուրիշ չէ, նման բան չկա, պարզապես բարենորոգում է սա։ Եկեղեցու ներսում շատ է նեղած։ Մենք ուզում ենք մաքրել ի վերջո, մեր սերունդը, մեզանից ավագ սերունդը ուզում է մաքրել եւ ավելի լավ եկեղեցի հանձնել հաջորդ սերունդներին։ Ի վերջո մի բան պիտի անենք, մենակ գալ եկեղեցականից զգեստ հագնելը այդ ժամանակներն անցել է եւ տենց խոսալ գեղեցիկ բառեր շարադրելը այդ ժամանակները անցել են։ Պետք է փաստացի ինչ որ մի բան անել։ Ի օգուտ այս ազգի մեջ մենք ծնվել ենք, այս ազգին պիտի ծառայենք թե ոչ։ Թե ինչպես որ շշուկներն են ասում, օտարին պիտի ծառայենք։ Եվ այն ժողովը տանել դուրս դա ուղղակի ես կարծում եմ հակապետական։ Իսկ դուք որպես հայ առաքելական եկեղեցու հոգևորական քահանա ինչպես եք վերաբերում հայոց ազգային բանակում քնդերեսների ծառայությունը չեղարկելու որոշմանը։ Նայեք, նախ երբ որ ասում եք որոշման չեղարկում քնդերեցների, սա եւս թյուր ինֆորմացիա է։ Որովհետև լավ գիտեք, որ մեր բանակը գնում է փոփոխությունների, գնում է բարենորոգումների նաև, եւ այս շրջանակում նաև փոխվում է բանակից ներս եկեղեցու գործունեությունը։ Ոչ թե դուրս է գալիս, այլ նոր ձևով է կազմակերպվում։ Եվ հիմի ովքեր կկամենան եկեղեցականների, կարող են ծառայության անցնել։ Նորից կազմակերպվում է, նորից արվում է ավելի որակյալ ծառայություն ունենալու համար։ Ի վերջո, երբ որ եկեղեցականները ծառայում են բանակում, այդ փորձը դա միայն մերը չէ, դա համաշխարհային փորձ է։ Եվ փորձում են այստեղ էլ ավելի որակյալ դարձնել, ավելի արդյունավետ դարձնել ամեն ծառայությունը, որովհետև գիտեք, բանակը մի վայր է, որտեղ որ փակ կառույց է, եւ այնտեղ շատ ավելի լուրջ ու նուրբ կերպով պետք է մոտենալ, շատ ավելի մասնագիտական կերպով պետք է մոտենալ եւ այդ հոգեվորականներն են, ովքեր որ ծառայում են բանակում, նրանք պետք է նաեւ այո համապատասխան որակներ ունենան այնտեղ ծառայելու համար։ Եվ Փառք Աստծո չի փակվում, ավելի լավ է լինելու։ Միանշանակ ավելի լավ process մենք արդյունքները կտեսնենք։ Փոփոխություն է, ընթացիկ փոփոխություն է բանակում տեղի ունեցել։ Շատ լավ, իսկ այս լարված իրավիճակը ինչ վնասներ է հասցնում եկեղեցուն, հասարակությանը, հավատացյալներին, հանրային միասնականությանը։ Ես կարծում եմ, տենց առանձնահատուկ վնասների մասին չի կարելի խոսել, որովհետև ժողովուրդը տեղյակ էին, եկեղեցու ներսում ինչ էր տեղի ունենում, պարզապես հիմա բարձրաձայնվել է ամեն ինչը։ Եվ այստեղ վնասներ չկան որպես այդպիսին, որովհետև ովքեր որ հաճախում են եկեղեցի, հավատացյալ են, նրանք շարունակում են հաճախել եկեղեցի, որովհետև եկեղեցու գնալու իմաստը ոչ թե եկեղեցականն է, այլ Քրիստոսը։ Քրիստոսը։ Եթե մենք գնում ենք եկեղեցի եկեղեցականի համար, մենք իզուր ենք գնում, մենք գնում ենք Քրիստոսի համար։ Մենք գնում ենք այնտեղ Քրիստոսին աղոթելու։ Հանգուցալուծումը ինչպես եք տեսնում այս իրավիճակի։ Հանգուցալուծումը ես հետեւյալ կերպ եմ, ես հույս ունեմ, որ կաթողիկոսը կգնա հանգստի։ Ես հույս ունեմ ինքը իր այդ համառ ընթացքը, որը վնասաբեր է իրեն կթողնի, չգիտեմ իրեն ով է խորհուրդ տալի, ինչ ուժեր են խորհուրդ տալիս, ինչպիսի խորհուրդներ են տալիս, բայց ես հույս ունեմ իր հայրական հայ ժողովրդի հայր լինելու տիտղոսը նա կպահի եւ կթողնի եկեղեցու գահը եւ կգնա հանգստի եւ նոր ընտրություններ կկազմակերպվեն։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Հետևենք իրադարձությունների զարգացումներին, երբ պետությունն ասում է, որ օրենքը մեկն է եւ հավասար է բոլորի համար եւ իրավական արձանագրումները պետք է պարտադիր կատարման ենթարկվեն, իսկ եկեղեցին խոսում է
իր ինքնավարության մասին, այստեղ պարզ է դառնում, որ խոսքը անձերի մասին չէ, խոսքը երկու ինստիտուտների մասին է, եկեղեցու մասին է, եւ կախված նրանից, թե ինչպեսին կլինի այս բախման ելքը, դրանով էլ կանխորոշվի ոչ միայն եկեղեցու, այլև մեր պետության վաղվա դիմագիծը։ Սա Ազատ զրույցներ Free News-ի եթերում, ես զրուցում էի Տեր Թադէ Քահանա Թախմազյանի հետ, լավ մնացեք, կհանդիպենք։